Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ստորագրված թերթը տրամադրում է պատիվ ունեմ խմբակցությանը։ Եվ ոչ միայն թերթն է տրամադրում, հայտարարեց նաև եթե տեխնիկական ինչ-որ խնդիր կհարուցի այդ իրանց արդեն ստորագրված թերթի, իրենք նաև պատրաստական են գալ եւ իրենց ստորագրությունները դնել արդեն պատիվ ունեմի գործող ձևաթղթի տակ եւ կարող ենք այս պահին արձանագրել, որ 34 ստորագրություն impeachment-ի նախաձեռնությունը արդեն ունի, ինչը ակնհայտ շատ մեծ առաջընթաց է, շատ մեծ քայլ առաջ այս գործընթացի առաջ շարժման համար։ Ես ուղղակի չեմ կարողանում իմ ուրախությունը, իմ հուզմունքը զսպել։ Շնորհակալություն բոլոր այն падգամավորներին, առանձին անուն, ես նաև իմ Facebook-յան էջով այդ մասին անպայման կասեմ, անուն բոլորին շնորհակալություն, ովքեր միացան, ովքեր ես հույս ունեմ, նաև մենք հնարավորություն կունենանք ընդհանուր ճակատով ուսուսի տված կռիվ տալու, իրական կռիվ տալու, արդեն ընդդիմության ներսում այլևս թեր հասկացվածության որևէ առիթ այս պայդրությամբ չկա, գոյություն չունի, այս պայդրությամբ արձանագրենք որպես լավ լուր, որ ընդդիմությունը գործի օրակարգի շուրջ միասնական է, դա միայն ողջունելի է, այս միասնականությունը պետք է երկու ձեռով փայփայենք, շատացնենք, ուժեղացնենք եւ վերջնական նպատակին հասնենք։ Երկրորդ քայլի համար ԿՊԱ-կաններ որպեսզի միանան, ինչ է պետք եւ ինչ աշխատանքներ եք նախապատրաստում։ Խորհրդարանական ընդդիմության դերակատարների միասնությունը, ձևավորելով մեկ միասնական ճակատ ընդդեմ այս երկիրը մեր հայրենիքը հանձնող վարչախմբի։ Սա շատ կարեւոր կետ է, ասեմ ինչի համար արտախորհրդարանական, որովհետեւ ըստ էության ազգային ժողովի այսօրվա կազմը ինքը չի արտահայտում այս պայդրությամբ հանրային կարծիքը, հանրային մոտեցումները, այլևս չի արտահայտում, արդեն ինքը ազգային ժողովի գումարման վերջին ժամանակահատվածին ենք հասել, ցավոք սրտի այդ ժամանակ ենք նոր այս ամեն ինչը քայլ առ քայլ իրականացնում, բայց եւ այդ իսկ պատճառով արտախորհրդարանական ուժերի մեջ կան շատ ուժեր, որոնք ոչ պակաս հանրային են, ոչ պակաս լսելի են եւ միգուցե դրանք նախկին ընտրությունների ժամանակ 2018 թվականի ընտրությունների ժամանակ նույնիսկ նրանցից ոմանք չկային, իսկ հիմական իրենց ասելիքը նոր սկսել են ասել եւ որոշները բավական հաջող, այնպես որ այս գործընթացում նաեւ շատ կարեւոր է արտախորհրդարանական ընդդիմության միացումը եւ համընդհանուր համազգային ճակատի ստեղծումը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի գլխավոր իր իշխելու, այսպես ասած, այն Կաշեի Բեսմերտնի նման, որ իր մահը ձվի մեջ էր, բան այդ ասեղը եւ այլն։ Այս իր այդ մահը, այսպես ասած, քաղաքական հանրային մեծ կոնսոլիդացիայի մեջ է, այդ դրա մեջ իր ամենամեծ վտանգն է իր իշխանության համար։ Ինքը միշտ պառակտում է հանրությանը, բոլորի դեմ է անում, բան որ ինքը այդ արանքում ինքը շարունակի իշխելը։ Եվ այս process-ը ես նորից կրկնեմ, այն ինչ որ ասել եմ առաջ, առանց հանրային եւ համազգային մեծ ընդգրկունության ինքը դատապարտված է, ինքը չի կարող դինի տեղի ունենա վերջնահանգրվանի գա։ Բայց մենք այսօր ականատես եղանք այդ իմ ասած 3 կետերից առաջինի իրականացմանը։ Հիմա պետք է աշխատենք երկրորդ եւ երրորդ։ Պակասող ձայները լրացնելու գործընթացը եւ երբեք։ Okay, հիմա հասանք այդ պակասող ձայներին։ Նայեք 36-ից մաթեմատիկա չկա, ես դրան նույնիսկ չեմ էլ անդրադարձ, մեռել եմ ասելով 36 ձայն գոյություն չունի այդպիսի մաթեմատիկա։ 30 որտեվ հենց նոր էլ Մամիջանյան հայտարարեց, որ 36-ի արկայության դեպքում իդեպ հույս ունեմ բավական տեսանելի հույս, որ այսօր մենք 36 ձայն կունենանք, այսինքն ես ենթադրում եմ, որ այս հուսով եմ, որ այդ սյուրպրիզը վերջին սյուրպրիզը չի լինի, այսօր դրական առումով։ Դե դա կտենանք, օրը դեր դեմները սա կտեսնենք։ Հիմա ես հույս ունեմ, կարամ հույս ունենամ, Մերի ջան, ես այդ հույսը ունեմ։ Հիմա նույնիսկ եթե այդ 36 իմ հույսը արդարանա այդ 36-ում լինի,
անիմաստ է դիմել մտնել այդ շոչիկի տակ, այդ 3 օրյա ժամանակը վերցնել, ու այդ 3 օրվա ընթացքում փորձել քպեականների հետ 3 օրվա ընթացքում, 3-ը մաքսիմում 2 օրվա ընթացքում բանակցել ու այս կոմբերը։ Հիմա բայց երբ որ կստեղծվի այդ համազգայունությունը, այդ վիճակը, իսկ դուք դա կտեսնեք, այսինքն այդ ամեն ինչը ձեր աչքով կտեսնեք։ Տեսնում ենք սադրիչներ են ուղարկում, հասկացա։ Նիկոլը մնացել է այսպես մի քանի օկու, հիմա հարցը դա չի։ Ոնց ենք բերելու քպեականի ձայները։ Սիստեմը մոտապես առարկական պատկերավոր դուք պատկերացնեք, մոտապես նույնը ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին, սիստեմը դեմ ասում եմ, ոչ բովանդակային մասն եմ ասում։ Համազգայունության կոմպոնենտը հենց ապահովվի։ Դա ինչպես է կապ։ Ահա, հիմա պետք է լցվեն գործի։ Դա մենք պետք է անենք։ Այսինքն դրա պատասխանատուն բոլոր այն մարդիկ են, այզանից սկսած, ովքեր որ այս գործընթացը սկսել են բզբզացել են, գցել են առաջ։ Այսինքն մենք, ես, Էդգար Ղազարյանը, պատիվ ունեմ մի падգամավորները, այս պայծ սկսած արդեն Հայաստան խմբակցության հարգելի մեր падգամավորները ոչ մի բան չկա, բոլորս պետք է լծվենք։ Հիմա ընդհանուր մի հատ հասկանանք, ասեցի արտախորհրդարանականն էլ այս թեմայի շուրջ միացնենք, տանք դրան համազգայունության վիճակ, մարդկանց ասենք, որ դուք այս անգամ միանում եք ոչ թե անձի, ոչ թե ինչ-որ այսպես կոչված տրիգերի, որը իրանից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանական քայլի շուրջ, մենք անունը դրենք տրիգեր դրա, էլ չգիտեմ ինչի, այլ պետք է միավորվել օրակարգի, ծրագրի եւ վճռականության շուրջ։ Այս 3 կոմպոնենտների դեպքում հավատացեք, սենց բռնապետներ չեն, էլի կոնսերվա եղել։ Պատմությունը կարակ թերթեք, նայեք, ինքը ընես չի որ Նիկոլ Փաշինյանը մեր բանն է, այս աշխարհի այս մոլորակի ամենաանխոցելի եւ պարտելի ինչ-որ պերսոնաժն է։ Անես որ ինձ թվում է դա բավական լուծելի, տեսանելի առումով լուծելի, դժվար, աշխատատար, քրտնաջան աշխատանք պահանջող, բայց լուծելի, այսինքն հնարավոր տարբերական։ Պատրաստի լուծումներ ոչ միտեղ չկան։ Ես ձեզ ներկայացրեցի ճանապարհային քարտեզը, ներկայացրեցի իմ տեսլականը, ենթադրում եմ վճռականության առումով համենայն դեպս նախաձեռնության առաջ տանողների մասով որևէ կասկած չի կարող լինել։ Մնացածը ցույց կտա կյանքը, այսքան բան։ Դուք ձեր էջում այս ընթացքում սկսեց։ Քոչարյանին եւ Քոչարյանականներին։ Քոչարյանը ինչ կապ ունի։ Քոչարյանը ոչ Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը երկրորդ նախագահ։ Երկրորդ նախագահը ոչ իմպիչմենտի սուբյեկտ է եւ ոչ էլ իմպիչմենտի օբյեկտ է։ Երկրորդ նախագահը կառավարել է իր նախագահության տարիներին շատ լավ, ինչի համար ես իրան շնորհակալ եմ, երախտիկից խոսքը հայտնել եմ։ Այս process-ի մեջ երկրորդ նախագահը որևէ գործընթացի ոչ մասնակից է, ոչ էլ օբյեկտ է։ Մասնակից են падգամավորները։ Ինչ է։ Եթե չմիանանք, երբ որ նա ասել էր լուրջ չի, այդ լուրջ չին դառավ բանը բազմաթիվ գրառումների թեմա։ Ես հասկանում եմ, այդ բազմաթիվ առիթներ եմ ունեցել պատասխանելու, այս ուրախ իմ երջանիկ ապրումները չեմ ուզում։ Այս եկել եք մեր տոնը, որ հարամեք, չէ, ես չեմ ուզում խոսամ մի բանից, որը այս process-ի հետ մի իրավիճակից նկատի ունեմ, էլի կապլից է բան չի, որ այս իրավիճակի հետ կապ չունի եւ հատկապես որևէ խմբակցության վրա լեգիտիմ, ռեալ, օրինական ազդեցություն չի կարող ունենալ երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը Հայաստան դաշինքի առաջնորդն է, դաշինք այլևս չկա։ Կա Հայաստան խմբակցություն, Հայաստան խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը Արծվիկ Մինեսյանն է։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ են առանձին անհատ падգամավորների ստորագրություններ։ Ռոբերտ Քոչարյանը ոչ падգամավոր է, ոչ էլ գործող վարչապետն է։ Ցավոք սրտի, ես կուզենայի, որ նա լիներ գործող վարչապետը, մենք այս իրավիճակում չենք լինի։ Ես նույնիսկ պատրաստակամություն եմ հայտնել պայքարելու հենց իր վարչապետության համար, մինչև հիմա պատրաստակամության մասով Այս նախկինում նույն Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության անդամները падգամավորները իրատեսական չէին համարում, բացարձակ այս գործընթացը, հիմա ինչը փոխվեց, որ հանկարծ մտան գործընթաց։ Իշխան Սաղաթելյանը իր ելույթի մեջ պատասխանեց այդ հարցերին, ամենևս ես բավարարված եմ այդ ելույթից, ինքը հայտնեց, որ իրավիճակ է որոշակիորեն, իրավիճակի փոփոխություններ կա։ Դե նախկինում այս գործընթացը տարբեր փուլեր է անցել, երբ որ մենք այս նույն այս տեղում նամակներ էինք Էդգար Ղազարյանի հետ հանձնում,
էլի ձեր հետ հաճույք ունեցանք շփվելու, պատիվ ունեցանք շփվելու այստեղ։ Մարտ ամսից սկսած այս թեմայով տարբեր հանդիպումներ, տարբեր գործողություններ, հետո չկար տեխնացու, իրականում եկեք անկեղծ լինենք։ 4 տարի impeachment չի արվել, որովհետև ընդդիմությունը չէր կարողանում համախմբել մի տեխնացուի շուրջ, այսինքն ամեն մեկը իր պատկերացում ուներ տեխնացուի։ Դա կարող ուրիշ պատճառաբանություններ հիմա բերեն, բայց իրականությունը դա էր։ Մենք նույնիսկ այդ հարցի լուծման վրա փորձեցինք ինչ-որ կերպով ազդել, ինչ-որ ձևով այդ հարցի լուծումն էլ բերեցինք։ Այո, եւ ամեն փուլի հետ իրավիճակ փոխվեց եւ ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ իր այսօրվա խոսքի հետ, որ իրավիճակը արդեն այնպիսին է, որ չմիանալը բազմաթիվ շատ վատ հարցերի տեղի կարող էր տալ, իհարկե պայմանավորված իրավիճակով։ Մարդը կարա մի բանը համարի անիրատեսական, հետո որոշակի ժամանակ հետո համարի իրատեսական։ Անձամբ ինքս պատրաստ եմ հանդիպել Հայաստան խմբակցության ցանկացած պատգամավոր հետ, ընդհանրապես բոլոր պատգամավորների հետ, նույնիսկ ԿՊ-ական, ոչ թե նույնիսկ հատկապես ԿՊ-ական եւ բացատրել ինչքան իրատեսական է այս process-ը եւ այդ իրատեսականի առումով որոցի խնդիր չկա։ Ինչը արել եմ իմ Facebook-ին։ Այստեղ զուգահեռաբար փողոցում որևէ process սպասվում է, որտեղ դուք նաև ձեր ելույթում ասում եք շտաբեն գնամ միանամ Այո, փողոցը այս պայդրությամբ փողոցի այս հավաքը կազմակերպել է Արթուն ենք շարժումը, ըստ էության երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, մեկը ազգային ժողովի շենքի ներսում, մյուսը ազգային ժողովի շենքի դրսում, դա մենք ենք կազմակերպել, շենքի ներսի կազմակերպածի հետ մենք որևիցե կապ չունենք, դրսի կազմակերպվածի հետ էլ ներսի ժողովուրդը նկատի ունեմ, պատիվ ունեմ խմբակցությունը կապ չունի։ Մենք ենք Արթուն ենք շարժման անունից հայտարարեցինք այդ Գաղազարյանն էլ գնաց դիմեց քաղաքապետարան եւ որոշեցինք, որ կարող է քաղաքացիներին հետաքրքրի լսումները, ոչ բոլորը հնարավորություն ունեն դա ներսում նայել, ուս կարող է քաղաքացիները ուզում են գան մեզ անձամբ ինչ-որ հարցեր տան, պատասխաններ ստանան եւ այլն, շատ լավ առիթ է այս լսումներով, որպեսզի քաղաքացիները հավաքվեն, էկրանը տեղադրել ենք, էկրանից հետևեն, եթե նկատել եք բեմ դրած չի, որովհետեւ ես կարծում եմ վաղուց ելույթների ժամանակները անցել են, արդեն քաղաքացուն պետք է անել կոնկրետ առաջարկ, այսօրվա մեր առաջարկն է, Ջորջ ջան, եկեք, հավաքվենք, իրար հետ լսումները անենք, որս ինչ մոտեցում ունի, ինչ կարծիք ունի, ինչ որ լավ առումով եւ այլն, այդ էլ միասին հաշվի առնենք, շարժվենք առաջ, հասնենք մեր նպատակին։ Իդեպ Աղվան Վարդանյանը առաջարկել էր ձեզ խոնարհվել մեծերի նկարների ես իմ մեծերն ու Աղվան Վարդանյանի մեծերը միգուցե դրանք տարբեր մեծեր են, էական չի, բայց ես խոստացել էի Աղվան Վարդանյանին, որ պահին ինքը կստորագրի, ես կգամ այնտեղ իր բոլոր նկարների առաջ խոնարհվեմ, ես ինձ խոսքի տերն եմ։ Ես սիրով մեծ Աղվան Վարդանյանի հետ շփվելը միշտ հաճելի է, միշտ հետաքրքիր է, անից չի որ այդ շփումներով ենք մենք սահմանափակվել։ Քաղաքական առումով որոշակի սառեց մեր հարաբերությունները, բայց ես հուսով եմ դրանք շատ արագ կվերականգնվեն։ Ես ասել եմ, այսի խոսքամ խոնարհվեմ բոլոր նկարների առաջ, այնտեղ ինքը կարա բոլոր նկարների որ Ջեկի Չանի նկարներ կարա դնի, ես խոնարհվեմ։ Ստորագրելը իմ ուզածը դա է եղել։ Իր հետ շփվելը հաճելի է միշտ։ Ես խնդիր չունեմ։